Նոյան տապանի հյուրն է վիրահայ հասարակական գործիչ, կառավարման և միջազգային հարաբերությունների մասնագետ Գյորգի Թումասյանը։ Զրուցելու ենք տեսակապով, պարոն Թումասյան, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ։ Մեր զրույցը սկսենք Վրաստանում տիրող ներքաղաքական իրավիճակից, նախորդին մենք տեսանք բողոքի ցույցեր խորհրդարանի շենքի մոտ, մարդիկ չեն ընդունում հոկտեմբերի 4-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները, ընդդիմությունը հայտարարեց կառավարության խաղաղ տապալման ծրագրերի մասին, ի պատասխան վարչապետ Կոբախիձեն հայտարարեց խոստացավ մեծ անակնկալներ յուրաքանչյուր փոքր անակնկալի դիմաց, այս պահի դրությամբ ինչ կարող եք մեզ փոխանցել, ինչպիսին է իրավիճակը, արդյոք նահանջել են ցուցարարները։ Այո, հոկտեմբերի 4-ի այդ մեծ հավաքը, որը տեղի ունեցավ, մոտավորապես 100,000-ից ավելի մարդեր հավաքվել, նպատակ ուներ մերժել, ուրեմն ներկա այսպես կոչված իշխանությունների լեգիտիմությունը, ինչպես ՏԻՄ ընտրությունների լեգիտիմությունը առհասարակ, այդպես էլ անցյալ տարվա խորհրդանական ընտրությունները եւ իրանց հետևող ամեն օրվա ցույցերը, կազմակերպչական խումբ դրսևորող իրանց մի շարք մարդիկ, որոնք նաև խոստանում էին ներկայացնել խաղաղ օրակարգ, որով պետք էր, որ իշխանափոխություն տեղի ունենար Վրաստանում, իրանց կոչերը գնալ դեպի նախագահի նստավայր, որտեղ որ ակնկալվում էր, որ կարա լինի ավելի մեծ լարվածություն իրականում, դրան միացան շատ քիչ քանակի մարդիկ ցույցերից եւ փաստացի այնտեղ տեղի ունեցավ տարբեր ձևաչափով կարելի ասել ուրեմն լարվածություն ցուցարարների եւ ոստիկանության միջև եւ գուցե դրա մասին էր խոսում այդ անակնկալի մասին դե ֆակտո վարչապետը Վրաստանի Կոբախիձեն, ընդհանուր առումով այս պահի համար ձեռբակալված են առնվազն 5 իրենց կազմակերպիչ կոչող ուրեմն քաղաքական ներկայացուցիչները, ինչպես նաև տասնյակից ավել մնացած մասնակիցներ ցույցի, ում իշխանությունները մեղադրում են պետական ուրեմն իշխանության տապալման ցանկության եւ նպատակի մեջ, այդ օրվա ցույցը կարելի ասել շատ մեծ խառնաշփոթ էր ստեղծել, որովհետեւ պարզ չէր օրակարգը, պարզ չէր կառավարման գործընթացը, նկատի ունեմ, որ հանրահավաքը այդքան մեծ էր, որ մարդկանց մեծ մասը ոչ էլ տեղյակ էր եղել, թե ինչ է տեղի ունենում եւ այլն, ընդհանուր առումով պետք է գնահատել, որ ներքաղաքական գործընթացը հիմա շատ ծանր իրավիճակում է գտնվում, միջազգային հանրությունը զուգահեռ սրան գնահատականներ տվեց եւ Եվրոպական միությունը հստակ ասաց, որ չի ճանաչում այս ընտրությունների փաստացի նախընտրական եւ ընտրական գործընթացը, որտեղ իրանք չեն համապատասխանում Եվրոպական միության եւ միջազգային ստանդարտներին, նույն հայտարարությունները բովանդակության արեց ԵԱՀԿ-ն, որը կոչ արեց, որ մարդու իրավունքների խախտումները դադարեցվի, Վրաստանում շատ լրջագույն հիմա ավելի մեծ քանակի մարդու իրավունքների խախտումներ են սկսվել եւ քաղաքացիական հասարակության ճնշում ուրեմն գործող դե ֆակտո իշխանության կողմից եւ ընդհանուր առումով իրավիճակը մնում է շատ ծանր եւ ճգնաժամային ներքաղաքական դաշտում։ Պարոն Թումասյան, Հայաստանը եւս գտնվում է նախընտրական տրամադրությունների մեջ, մենք ամեն օր հին ու նոր քաղաքական ուժերից լսում ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, նաեւ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարություններ, ինչպես գիտեք, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կհամագործակցի վաղ շաբաթի ընտրություններում ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հետ, երեք Քոչարյանը ծավալուն ասուլիս տվեց եւ հայտարարեց առաջիկա ընտրություններին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, Սերժ Սարգսյանի գլխավորած թիմը առայժմ չունի որոշում, կհայտարարեն ամենայն հավանականությամբ ձմեռը այդ մասին, ընդհանուր առմամբ ինչ է կարծում, ինչ է մեզ սպասվում, եթե ընդդիմադիր դաշտում այս խաղացողներն են, արդյոք գործող իշխանության կամ Փաշինյանի իշխանությունը կվերընտրվի, չնայած որ Քոչարյանը կարծում է, որ նրա վերընտրվելու հնարավորությունը ձգտում է 0-ի։ Ինչ ընդհանուր դիտարկումներ կանեք եւ տևական ժամանակ է մենք խոսում ենք այս իրավիճակում այլընտրանքային ուժերի հնարավորությունների մասին, երբ որ դուք դիտում եք ընդհանուր վերլուծում եք մեր քաղաքական դաշտը, ինչ տպավորություն ունեք, կան այլընտրանքային ուժեր, որոնք ի վիճակի կլինեն ճեղքել նախկին ներկա այս տանդեմը։
Նախկին ներկա տանդեմը ճեղքելու հնարավորություն չկա, որովհետև այս փուլում գործընթացը նաև երկու բևեռի է բաժանվել եւ դա օգոստոսի 8-ի օրակարգին աջակցող ուժերն են եւ օգոստոսի օրակարգի դեմ գործող ուժերը եւ նախկինները ամբողջությամբ այն հատվածում են, ներկան ամբողջությամբ օգոստոսի 8-ի օրակարգի հատվածում է, բայց կան նաև ուրիշ քաղաքական ընդդիմադիր ուժեր, որոնք աջակցում են օգոստոսի 8-ի օրակարգին, որոնց ես համարում եմ իրականում իրական ընդդիմություն, որոնք պետք է փոխարինեն այդ կեղծ գործակալական ցանցի ընդդիմադիր դիրքերը։ Ես պետք է հստակ նշեմ, որ Քոչարյանը այդտեղ իհարկե սխալվում է եւ ես կասեի հակառակը, որ իրենց վերընտրվելու եւ իրենցի մեջ ասելով ռուսական գործակալների նկատի ունեմ տարունի որ կուսակցության եւ այլն վերընտրվելու հավանականությունը եւ նորից իշխանության գալու հավանականությունը 2026 թվականի ընտրությունների կամ ընտրությունների զուգահեռ որևէ ուրիշ բռնի գործողությունների հետևանքում 0 է։ Դա տեղի չի ունենալու, որովհետեւ դա Հայաստանի ուրեմն պետականության կորուստի մասին օրակարգ է, տարբերություն չկա ինչպիսի դասավորումներ աստեղ Կիրիենկոն եւ իր ներկայացուցիչները կունենան, նկատի ունեմ մենք տեսնում ենք ակտիվություն Ռոբերտ Քոչարյանի կողմից, Սերժ Սարգսյանի հանրապետական կուսակցության կողմից, իհարկե առաջին նախագահի կողմից առանձին, ես ցավում եմ, որ Սամվել Բաբայանը միացել է Արթուր Վանեցյանին, ուրեմն Կրիմնաշով հայտնի եւ ռուսական KGB-ի փաստացի շահերը սպասարկող Արթուր Վանեցյանի կողքը լինելը իրականում միայն հեղինակազրկում է իր կողքը գտնվողներին։ Միևնույն ժամանակ հասկանալի է, որ Ռուսաստանը շատ կոմպլեքսային հատուկ օպերացիա է պատրաստում, որի մեջ նաև ներգրավել է Կտրիչ Ներսիսյանին եւ իր փոքրիկ խմբակինով զավթել է եկեղեցին, իհարկե ակտիվ դեր է կատարելու դաշնակցությունը այդ ուղղությամբ, այդ թվում ենթադրում եմ, որ բռնի գործողությունների ուղղությամբ էլ եւ նույնիսկ ասեմ ձեզ շատ ուղիղ, որ իհարկե Սամվել Կարապետյանը ամբողջությամբ պարզ է, որ Իվանիշվիլի 2 եւ ռուս օլիգարխի ձևաչափ է, բայց նաև շատ տրամաբանական ձևով Ռուսաստանը կարողանում է օգտագործել ուրիշ ավելի չեզոք թվացող ուժերին, ինչպիսին է պարոն Թաթոյանը, որը հիմա փորձում է մտնել քաղաքական դաշտ, նույն այն նարատիվներով իրականում, որը երկար ժամանակ է տարածել էր, չնայած նրա, որ գնահատում եմ իր գործունեությունը, որը մարդու իրավունքների ոլորտին էր վերաբերվում, բայց քաղաքական դաշտում ակնհայտ է, որ ինքը նույն այդ նախկին իշխանության շահերը սպասարկելու օրակարգ ունի։ Սա շատ վտանգավոր իրավիճակ է, որտեղ Ռուսաստանը հասկացել է, որ մեկ կենտրոնի վրա չի կարող իր խաղադրույթ անել, եւ հիմա տեսեք ինչքան կենտրոն ես արդեն նշեցի, այդ բոլոր կենտրոնները փորձում են ձևավորել եւ միավորել նրա համար, որ Նիկոլ Փաշինյանից մի ձևով եւ գործող իշխանությունից խլեն իշխանությունը։ Սրա պատճառը շատ պարզ է։ Սա աշխարհաքաղաքական պատճառներ ունի, այլ ոչ թե ուրեմն տեղի պատճառներ ներքաղաքական։ Սրա նպատակն է, որ Ռուսաստանը ուզում է տապալի օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները, տապալի խաղաղության օրակարգը, որի հետևանքով իր գործակալների միջոցով ռազմական նոր պատերազմային իրավիճակ ստեղծի եւ Ռոբերտ Քոչարյանի այդ քարտեզը այդտեղ պատերազմի մասին է, պատերազմ սկսելու մասին է եւ Հայաստանը պատերազմ ներքաշելու եւ արյունում թաթախելու մասին է խոսում, թող իրան ուրեմն անպայման առավոտները նայի իրան հայլի մեջ եւ հասկանա թե ով է պատերազմի մեջ թաթախել եւ ոչ միայն իրան, այդ բոլոր կուսակիցների նկատի ունեմ նաեւ երկրորդ նախագահին եւ առաջին նախագահին էլ է սա վերաբերվում։ Ինչ է նշանակում պատերազմի մեջ թաթախել է, մեղադրել դա այսօրվա իշխանություններին։ Դա իմ համար անհասկանալի է, որովհետև 2018 թվականին ժողովրդի կողմից կազմակերպված հեղափոխության հետևանքում 2020 թվականին արդեն Ղարաբաղյան իրավիճակը այնպիսի ճգնաժամի մեջ էր մտցրել նախկին այդ իշխանությունը, որ մի կողմից ուրեմն բանակցային գործընթացն էին խափանել, Մադրիդյան այդ սկզբունքներն էին աջակցել, նույն այդ ուժերը, մյուս կողմից Լեռնային Ղարաբաղը ինչպես կողմ Միսկի խմբից հանել էին, բացի դրանից ներքաղաքական օրակարգում նույնիսկ քննարկելը որևէ լուծումի, ուրեմն Լեռնային Ղարաբաղի եւ 7 շրջանի հարցի դավաճանություն էր հայտարարված եւ դրանով փաստացի բերել են իրավիճակ, որտեղ որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստիպված եղավ թույլ պետությունով եւ թույլ բանակով պաշտպանվել Ադրբեջանի հարձակումից։ Եվ այդ դեպքում հիմա այս մարդկանց նպատակը շատ պարզ է, իրանք ուզում են
այսօր Սյունիքը դարձնել նույնպիսի կարգավիճակով ինչպես Լեռնային Ղարաբաղը, Ռուսաստանին հանձնել Սյունիքը նոյեմբերի 9-ի 9-րդ կետով, որի վրա այդ դավաճանական կետի վրա չգնաց Նիկոլ Փաշինյանը եւ դրանով Սյունիքը դարձնել հիբրիդային տարածք, որը կհայտնվի Ռուսաստանի վերահսկողության տակ, որ Ռուսաստանը վերահսկի թուրքական աշխարհի եւ միջին միջանցք կոչված Չինաստան Եվրոպական միություն այդ ճանապարհը, իսկ իրանք Երևանում նստեն եւ չեղարկեն ժողովրդավարությունը, տիրեն հայ ժողովրդի վրա եւ թալանեն հայ ժողովրդին։ Այդ է օրակարգը Ռուսաստանի եւ Ռուսաստանի գործակալների, ուստի հայ ժողովուրդը շատ հստակ պետք է հասկանա, թե ինչ լրջագույն մարտահրավերի հետ մենք գործ ունենք։ Պարոն Թումասյան, դուք ասում եք այդ ուժերի օրակարգը դա է, բայց նրանք նույն օրակարգով ըստ էության 2021-ին էլ փորձեցին վերադառնալ իշխանության, չստացվեց, ավելին։ Դրանից հետո մեր ներքաղաքական դաշտում վերլուծություններում հաճախ է հանդիպում կարծիք, որ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը չէր վերընտրվի պատերազմի ծանր կորուստներից հետո, եթե հարթակում չհայտնվեր Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա դուք այս առումով ինչ կարող եք ասել, արդյոք Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին ամեն անգամ հայտարարելով իր մասնակցության մասին անուղղակի չի աջակցում Նիկոլ Փաշինյանին վերընտրվելու հարցում։ Եվ թաքնված կամ չգիտեմ ոչ թաքնված համագործակցություն այստեղ կա թե ոչ։ Ոչ իհարկե, ինչու մասն է խոսքը, Ռոբերտ Քոչարյանը բացահայտ ուրեմն Ռուսաստանի հատուկ ծառայությունների շահերն է անցկացնում, ինչպես նաև ոչ միայն իր մասնակցությունը, այլ ամբողջ այս շղթան է, արդեն ասացի Սերժ Սարգսյանի ամբողջ ցուցակը ձեզ ներկայացրեցի, շատ մեծ ցուցակ է ստացվում։ Կտրիչ Ներսյանի, Սամվել Կարապետյանի, մենք տեսնում ենք Էդմոն Մարուքյանը, որը պահանջում էր նոյեմբերի 9-ի 9-րդ կետով փոխանցել ուրեմն ճանապարհը Ռուսաստանին եւ այլն։ Մենք տեսեք, պետք է այս հարցերը գնահատել գործով եւ հետևանքներով, այլ ոչ թե կարծիքներով։ Հետևանքը նշանակում է, որ ով պահանջում է նոյեմբերի 9-ը փոխանցել Ռուսաստանին, անցկացնում է այստեղ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահը, իսկ ով ասում է, որ նոյեմբերի 9-ով չպետք է փոխանցենք Ռուսաստանին, պետք է Հայաստանը պահպանի, բայց հաշվի առնելով, որ մենակով դա չի ստացվում, որովհետև Թուրքիա, Ադրբեջանը շատ ավելի հզոր են, քան Հայաստանը, մենք Վաշինգտոնի հետ միասին ենք այդ օրակարգով շարժում առաջ, պահպանելով մեր սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Դա է Երևանի ուրեմն նպաստող քաղաքականություն։ Ես գնահատում եմ այդպես եւ ինձ չի հետաքրքրում անկեղծ ասած անձնավորությունները ով որ բևեռում է, բայց պետք է հստակ ասել, Նիկոլ Փաշինյանը 21 թվականին կամ հիմա նաեւ հաղթում է այն պատճառով, որ նաեւ չունի այլընտրանք։ Արեք սաղը, ասենք ուղիղ։ Եթե Ռոբերտ Քոչարյանը չմասնակցի ընտրություններում, կամ ուրիշ որևէ մեկը չմասնակցի։ Այո, եթե պատկերացնենք, որ Ռուսաստանի շահերը սպասարկող ուժերը չեն մասնակցում ընտրությանը։ Ով է Նիկոլ Փաշինյանի այլընտրանքը, որ լինի իշխանություն Հայաստանում այս փուլում, կա արդյոք այդպիսի քաղաքական ուժ, որը դուք ինձ ինչպես լրագրող կարող եք ասել, որ իրական հնարավորություն ունի, որ այսօր փոխարինի Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը իշխանությունում։ Ուրիշ բան է, որ կան առողջ ընդդիմադիր ուժեր, որոնք դեռ այդքան չեն հզորացած, որոնք կարող են ձևավորել առողջ ընդդիմություն եւ անհրաժեշտության դեպքում կամ իշխանությունների հետ միասին լինեն առողջ ընդդիմություն կամ լինեն կոալիցիոն իշխանությունում Նիկոլ Փաշինյանի հետ, նրա համար որ օգոստոսի 8-ի օրակարգը շարժվի, բայց այս փուլում 26 թվականի ընտրությունների համար քաղաքացիական պայմանագրի իրական այլընտրանք դաշտում, որը Հայաստանի շահերի նպաստող քաղաքականություն կվարի, իմ պատկերացումով ուղղակի չկա, եւ սա ես ասում եմ այն ցավով այն ուղղությամբ, որ իրականում պետք է տարբեր այլընտրանքներ լինի պետականանպաստ ուժերի, որ ժողովուրդը ունենա ընտրության հնարավորություն։ Ցավոք իրավիճակը այնպիսին է այսօր, որ մենք ունենք մի կողմից քաղաքացիական պայմանագիր եւ արդեն նշեցի իմ պատկերացումով առողջ ընդդիմադիր ուժեր, բայց մյուս կողմից միայն ռուսական գործակալներ, ուստի հայ ժողովուրդը պետք է քվեարկի կամ քաղաքացիական պայմանագրի կամ այդ առողջ ընդդիմադիր ուժերի համար, որոնց ես կոչ եմ անում։ Կոնկրետ այդ ուժերին, որոնք աջակցում են օգոստոսի 8-ի օրակարգը եւ որոնք Երևանի քաղաքականությունը այդ օրակարգով են տեսնում եւ արևմտամետ քաղաքականություն են համարում կենսական, ինչպես նաեւ բալանսավորման քաղաքականությունը։ Միավորվեք, պարոնայք եւ միասնական ուժերով մասնակցեք այդ ընտրություններում, որովհետև որ հայ ազգին ձեռ չի տալի լինի ներկա եւ նախկին այդ ձևաչափը, որովհետև նախկինը առհասարակ նշանակում է, որ սա Հայաստանի պետականության դեմ է, քայլ ուստի ընդդիմություն անպայման պետությունում պետք է լինի։
Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիան ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Պարոն Թումասյան, Կրեմլում նստածները, որոնք այդպես իրեն բարբերաբար մտածում են ինչպիսի գործիքներով փոխեն Հայաստանում իշխանություն, նրանք ինչ է, կադրեր չունեն, թե այստեղ ինչու չեն կարողանում արտավարությունը փոխել։ Ես արդեն նշեցի 2021 թվականին մենք ունեինք գրեթե նույն պատկերը, այսինքն ընդդիմադիր դաշտում հայտնվեցին նախկին ուժերը եւ ունեցանք այնպիսի արդյունք, որը այսօր խորհրդարանում երևում է։ Չեն կարողանում արտավարություն փոխել, թե կադրեր չունեն։ Առաջի հերթին իրանք չեն ուզում հրաժարվել այն կադրերից, որոնց մեջ երկար ժամանակ ներդրումներ են դրել, եւ դա այդ 3 նախագահն է եւ իրանցից քաղաքական ուժերը։ Եվ չեն պատկերացնում, որ պետք է հրաժարվեն։ Ոչ էլ այդ նախագահներն են ուզում քաղաքական դաշտից դուրս գալ, ռևանշի հույս ունենալով։ Ուստի դա բնականորեն շարունակվում է։ Ինչ վերաբերվում է ուրիշ իրանց խաղադրույթներին, ապա իհարկե Արթուր Վանեցյանը իր ժամանակ ԱԱԾ պետը, որը քաղաքականություն մտավ խախտելով ուրեմն այդ կառույցի գաղափարը ամբողջությամբ եւ բացահայտ աջակցելով Ռուսաստանի շահերը, դրանով ծնունդ շահերներ անցկացնում Հայաստանում առհասարակ, դա նոր օրակարգ էր իր ժամանակ։ Հիմա նաեւ նոր օրակարգ չի։ Այս փուլում արդեն իրանք ունեն նոր նաեւ օրակարգ։ Ռուսաստանում շատ ուրեմն հետաքրքիր մոտեցում ունեն իմ պատկերացումով, իրանք նստել եւ վերլուծել են եւ տեսել են, որ հայ ժողովուրդը ուրեմն հայ ժողովուրդը առհասարակ ամբողջությամբ մենք հստակ տեսնում ենք, որ քրիստոնեական կրոնի ներկայացուցիչներ են եւ իրանք հասկացել են, որ դրա շնորհիվ հնարավոր է, որ իրանք կարողանան Կտրիչ Ներսյանին եւ եկեղեցուն մտցնել այդ գործընթացի մեջ
Եվ ես կարծում եմ, որ այդ է պատճառը, որ Կտրիչ Ներսիսյանը ակտիվորեն մտավ քաղաքականության մեջ Բագրատ Գալստանյանի շարժումի, հետո էլ Միքայել Աջապահյանի այդ օրակարգի միջոցով։ Բացի դրանից Սամվել Կարապետյանի մոտեցումը ակնհայտորեն նոր հաշվարկ է Կրեմլում, որը ժամանակին կասեցվեց, որովհետև դա այսպես ասած ամենավտանգավոր սցենարներից մեկն է եւ իրանք հաշվի են առել փորձը, որը իրանք ունեն, այնտեղ նաեւ քաղաքական անցյալ չունենալու իրավիճակ կա եւ հսկայական գումարների, ռուսական գումարների իրավիճակ կա, որի միջոցով իրանք փաստացի պատկերացնում են, որ կարող են լուրջ քաղաքական ազդեցություն ունենալ ներքաղաքական դաշտում։ Բացի դրանից ես տեսնում եմ մի փոքր ավելի մեղմ սցենարներ, եւ արդեն նշեցի, դա Էդմոն Մարուքյանի սցենարն է նաեւ, որը բացահայտ աջակցում է հիմա Միքայել Աջապահյանին, Բագրատ Գալստանյանին, աջակցում է նոյեմբերի 9-րդ կետով ճանապարհ Միջանցք Ռուսաստանին տալուն եւ ռուսական ՖՍԲ-ին եւ ինչպես արդեն նշեցի, վերջի այդպիսի փորձը իհարկե իմ պատկերացումով Արման Թաթոյանն է, որը նաեւ շատ մեղմ դիրքերից, շատ Ռուբեն Վարդանյանի նման կարելի ասել իր ժամանակ այն օրակարգն է բերում, որ ինքը առհասարակ քաղաքականության հետ կապ չունի եւ միայն դրական իմիջով փորձելու է նաև ձևավորել ուժ։ Ես կարծում եմ Ռուսաստանը այս դեպքում պատկերացնում է, որ շատ տարբեր այլընտրանք տալով ժողովրդին կարողանալու է ի վերջո միասնական այդ թիվը հասցնի հաջողությանը, որ միասնական ժամկերով ի վերջո մեծամասնություն ունենան, որովհետև չեն կարող Ռուսաստանում գտնել կոնկրետ մեկ ուժ, որը կկարողանա հաղթել այսօրվա իշխանությունը։ Այդ իսկ պատճառով հաշվարկ է առնում փաստացի 7-8 ուժի վրա այս փուլում, եւ ես կարծում եմ, որ նույնիսկ հիշում եք իր ժամանակ 17 կուսակցությունով էին հայտարարություն արել, եթե այդ ֆորմատը կոնկրետ հիշում եք։ Ես կարծում եմ դա նույնիսկ կաճի եւ իրանք նոր եւ նոր իրանք ռեսուրսները կներդնեն օրակարգում, որովհետեւ դրա այլընտրանք իրանք չեն տեսնում։ Մեկ քաղաքական կենտրոնի վրա հաշվարկ անելու պատկերացում իմ հաշվարկով Ռուսաստանում չունեն։ Իսկ հասարակական տրամադրությունները ձեր դիտարկմամբ, երբ որ դուք Վրաստանից նայում եք մեր ներքին տրամադրություններին, կարելի է իսկապես պնդել, որ ռուսամետ կամ Ռուսաստանի շահերը սպասարկող ուժերը պարզապես լայն աջակցության հույս չպետք է ունենան։ Ես Վրաստանից եւ նաեւ Հայաստանում հաճախ լինելով կարամ հստակ ասեմ, որ հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիները աջակցում են խաղաղության օրակարգին։ Բայց ասում են խաղաղություն չի բերվել Վաշինգտոնյան հռչակագրով օգոստոսի 8-ով խաղաղություն չի բերվել, դա ժամանակավոր ինչ որ հրադադար է, զինադադար է, Քոչարյանն ասում է զրո արդյունք է ապահովվել եւ միայն խնդիրներ է բերել, ավելին նաեւ երեք շատ քննարկվեց, ասում է ես էլ եմ եղել Վաշինգտոնում, բայց դրա դիմաց ոչինչ չեմ տվել։ Փաշինյանը ինչ է տվել այս հռչակագրի դիմաց, դուք ինչ կարող եք ասել, ես վստահ եմ, որ առիթ ունեցել եք մեր եթերում այդ մասին խոսել, բայց ամեն դեպքում Փաշինյանը որևէ բան չի տվել, որովհետև Վաշինգտոնի պայմանավորվածությունները հանրային են եւ ամեն մեկը կարող է գնալ եւ կարդալ եւ ստուգել, թե այնտեղ ինչ է գրված։ Հակառակը Հայաստանի շահի մեջ է, որ այ ենթակառուցվածքները եւ այդ գործընթացում Հայաստանը միայնակ չլինի եւ դա շատ կարեւոր է եւ աշխարհի ամենահզոր գերտերությունը երբ քո թիկունքին է կանգնած, դա քո կապերը եւ քո շահերը Թուրքիա եւ Ադրբեջանի հետ բալանսավորում է, ինչը դուք շատ լավ կարող եք գնալ եւ համոզվել, որ Ռուսաստանը արդեն այդ դիրքերը չունի ոչ Ադրբեջանի հետ հարաբերություններում, ոչ էլ հատկապես Թուրքիայի հետ հարաբերություններում, ուստի Ռուսաստանը շատ ավելի թույլ է Ադրբեջանի եւ Թուրքիայի միասնական ուժի դեմ եւ իհարկե այդ դեպքում Հայաստանը լինելով Ռուսաստանի հետ հայտնվելու էր նույն այն իրավիճակում, որում հայտնվավ երբ ռուսական ճակերտներում խաղաղապահ առաքելության վրա ադրբեջանցիք հարձակվեցին եւ որևէ արձագանք Ռուսաստանից չկար։ Սա փաստ է։ Հիմա ինչ վերաբերվում է Ռուսաստանը թույլաtsավ դրա համար չեղավ արձագանք, պարոն Թումասյան, այդպես են ասում եւ այս համատեքստում ես կխնդրեմ նաեւ մեկնաբանել, արդյոք Վաշինգտոնի հետ համագործակցելով հենց այդ միջանցքի ճանապարհների ապաշրջափակման հարցում, միջանցք տերմինը չօգտագործենք, արդյոք բացառել, որ մի օր ԱՄՆ-ի շահերը կարող են փոխվել կամ ԱՄՆ-ն ինչ-ինչ իրավիճակից ելնելով, եթե չասենք թուլանալով մեր վստահած այդ ճանապարհը հանձնի Թուրքիային եւ Ադրբեջանին։ Այդպիսի վարկածներ են շրջանառվում մեր վերլուծական դաշտում։
Առաջի հերթին, որ ԱՄՆ-ն չի կարող որևէ բան հանձնի, որովհետև որևէ բան ԱՄՆ-ին չի պատկանելու այդտեղ, դա մեկ։ Երկրորդը հստակ պետք է ասվի, որ այո, շահերը կարող են փոխվել։ Միացյալ Նահանգները ամենաերկարաժամկետ շահեր ունեցող պետությունն է առհասարակ եւ իր մոտեցումները ամենավստահելին են այդ առումով, բայց շատ կարեւոր է, որ մենք փաստացի արձանագրենք, որ կա այսպիսի կոնկրետ օրակարգ, ինչը նշանակում է, որ Միացյալ Նահանգների հետ միասին մեր համագործակցությունը այս երկարաժամկետ ընթացքում պետք է բերի նրան, որ Հայաստանը այդքան հզորանա, որ դրա շնորհիվ այդ փոփոխությունների դեպքում Հայաստանը ինքնիշխան հզոր դիրքեր ունենա, ինչպես դա ունի Իսրայելը, եւ այս խաղաղության ժամկետը պետք է օգտագործվի Հայաստանի պետականության հզորացման նպատակով անպայման, իսկ ես ուզում եմ նաև վերադառնամ ձեր նախկին հարցին, որի վրա չպատասխանեցի, եւ դա վերաբերում է նրան, որ 0 արդյունք է բերել, իրականում 0 զո ունենք մենք, 0 վիրավորված ունենք մենք սահմանի վրա կրակոցներ չկան, խաղաղությունը փաստ է Երևանում եւ Հայաստանի ուրիշ քաղաքներում եւ գյուղերում, եւ դա նշանակում է, հարգելի հայրենակիցներ, որ մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով։ Խաղաղությունը դրա երաշխիքը ոչ փաստաթուղթը կարող է լինել, ոչ էլ հզոր բանակը, որովհետև այդպիսի փաստաթուղթեր եւ հզոր բանակներ շատ տեղերում կան։ Դա կոմպլեքսային գործընթաց է, որում նաեւ քո մյուս կողմի հետ ումից որ սպառնալիք կարող գա, քո երկխոսությունը եւ հարաբերություններ ձևավորել եւ զարգացնելն է։ Ուստի համարում եմ, որ Հայաստանի փորձերը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ձևավորի կայուն հարաբերություններ, դա շատ կարեւոր է, իսկ այն քարտեզը, որը Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց, միայն եւ միայն Հայաստանը ներքաշելու է նոր պատերազմային իրավիճակի մեջ եւ ստեղծելու է նոր խնդիրներ առհասարակ եւ հաշվի առնելով դա շատ վտանգավոր է Հայաստանի համար։ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու փորձերը դուք ասացիք կարեւոր է։ Իհարկե կարեւոր է, բայց արդյոք դա կստանա համարժեք արձագանք։ Այսինքն Ադրբեջանը լավ հասկանալով, որ մենք կարող ենք այս, եթե չասենք երկարատև խաղաղության շրջանը, բայց համեմատաբար խաղաղ շրջանը օգտագործել մեր հզորացման, մեր տնտեսության վերականգնման, ռազմական ոլորտի բարեփոխումների եւ վերականգնման համար։ Արդյոք Ադրբեջանը, այսպես ասենք, ձեռքերը ծալած նստելու է եւ թույլ է տալու, որպեսզի Հայաստանը պատշաճ հզորություն ձեռք բերի։ Ադրբեջանը իհարկե իր բանակն է եւ իր հնարավորություններն է զարգացնելու, Հայաստանը պետք է զարգացնի իր հնարավորությունները, սա չի լինելու ուղղված որևէ մեկի դեմ, բայց ես հստակ եմ ասում, մենք պետք է կարողանանք խաղաղության այս օրակարգի ներսում մոտակա տասնամյակների ընթացքում Հայաստանը երրորդ աշխարհից անցկացնենք առաջի աշխարհ եւ Հայաստանը դարձնենք Սինգապուրի, Իսրայելի եւ Շվեյցարիայի նման փոքր եւ հզոր Միացյալ Նահանգների այստեղ դաշնակից, նրա համար, որ Ադրբեջանը, որ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ Թուրքիան, որ ճանաչել է եւ նույնիսկ Պակիստանը, ինչը մեր ձեռքբերումն է, այդ տարածքային ամբողջականության պահպանման համար Հայաստանը ունի ամբողջ իրավունքները ունենալ հզոր բանակ եւ դա անել, ուստի Ալմա-Աթայի հռչակագրով օգոստոսի 8-ի փաստաթղթով Հայաստանը եւ Ադրբեջանը արձանագրել են, որ միմյանց տարածքային ամբողջականության հանդեպ որևէ մկրտումներ չունեն։ Այնինչ փորձում է Ռոբերտ Քոչարյանը եւ ուրիշ ուժերը պոպուլիստական իրենց հայտարարություններով անել, դա Պանդորայի ուրեմն ուղղությամբ շարժվելն է, բացելու այդ օրակարգը նորից եւ դրանով փաստացի Հայաստանի տարածքային ամբողջականությունը դնել հարցի տակ։ Ուստի ես կարծում եմ, որ մենք պետք է շատ խելացի երկարաժամկետ խաղաղականություն այստեղ վարենք, որը առհասարակ նշանակում է, որ օգտագործենք այդ թվում Միացյալ Նահանգների հետ արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև ռազմական ոլորտում մեր սկսված համագործակցությունը այն նպատակով, որ Հայաստանը դառնա այստեղ Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական դաշնակից երկարժամկետային այդ տրամաբանությամբ։ Իսկ Ադրբեջանը դրան խոչընդոտել չի կարողանա, որովհետև մենք մկրտումներ որևէ մեկի հանդեպ չունենք, Հայաստանը վարում է ուրեմն իրական Հայաստանի փաստացի քաղաքականություն, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը
որևէ իր սահմաններից դուրս, որևէ մկրտումներ, ցանկություններ եւ այլն չունի, ինչը Հայաստանի անվտանգության ապահովելու ամենաճիշտ երաշխավորված տարբերակն է։ Ուրիշ տարբերակն է այն ինչ հայտարարում են այս պոպուլիստական ռուսական գործակալները, որը բերելու է նոր պատերազմ, որից հետո ես հստակ եմ ասում, իրանք պահանջելու են Հայաստանը, որ մտնի Ռուսաստանի կազմ, որովհետև էլ ուրիշ բան բացի հանձնելու Հայաստանի սուվերենությունը Մոսկվային եւ հետո տիրելու հայ ժողովրդի վրա, այդ գործակալները ոչ թե ես ենթադրում եմ դա, բավարար է մի հատ հետ նայել եւ տեսնել թե Հայաստանում ինչ էր տեղի ունենում իրանց իշխանության ժամանակ, եւ դա ուղղակի փաստ է։ Ուստի այստեղ հավատքի հարց չէ, այստեղ փաստագրված հարց է, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ են իրանք նորից պատրաստվում անել։ Այդ իսկ պատճառով իհարկե 26 թվականի ընտրություններում անպայման Վաշինգտոնի 8-ի օրակարգը իդեմս քաղաքացիական պայմանագրի պետք է հաղթի, բայց ես նաև հույս ունեմ, որ այդ գործակալների քաղաքական աջակցության մակարդակը կլինի շատ ցածր, իսկ դրա փոխարեն առողջ ընդդիմադիր ուժերը կկարողանան ուրեմն նաև ունենալ կարևոր դիրքեր ազգային ժողովում։ Ամփոփենք մեր հարցազրույցը, պարոն Թումասյան, ըստ վրացական լրատվամիջոցների Փաշինյանը Թբիլիսիում հոկտեմբերի 22-ից 23-ը մասնակցելու է Մետաքսի ճանապարհի համաժողովին, ինչպես գիտենք, սա չինական մեծ պրոյեկտ է։ Հիմա ես ձեր խոսքից ճիշտ հասկացա, դուք ողջունում եք, դուք իսկապես համարում եք, որ Փաշինյանը կարողանում է աշխարհաքաղաքական այս իրավիճակում վարել բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն, դա արդյոք հնարավոր է, որովհետեւ Փաշինյանին բազմիցս այդ ուղղությամբ քննադատել են, որ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին հնարավոր չէ վարել բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն։ Ես բացահայտ ողջունում եմ Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունը, ինձ չի հետաքրքրում ով է վարում այն, հասկանում եք, դա շատ կարևոր է։ Արտաքին քաղաքականությունը այսօր Հայաստանի ուղղված է դեպի Միացյալ Նահանգների հետ ռազմաքաղաքական ուրեմն փաստացի դաշնակցություն, հարաբերություններ ռազմաքաղաքական, Եվրոպական միության անդամակցության գործընթաց եւ ինտեգրացիոն գործընթաց դրա բազում փաստաթղթերով եւ փաստերով, միևնույն ժամանակ տարածաշրջանում բոլոր պետությունների հետ Վրաստան, Իրան, բայց իհարկե նաև Թուրքիա, Ադրբեջան հարաբերությունների զարգացման եւ կայունացման, Չինաստանի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների բալանսավորման նրա համար որ նոր սպառնալիքներ չձևավորվեն, արաբական աշխարհում, իսլամական աշխարհում Հնդկաստանի հետ առանձին եւ ուրիշ քայլերի ուղղությամբ բալանսավորված քաղաքականություն։ Եթե Վրաստանի իշխանությունները այսօր վարեին Հայաստանի նման քաղաքականություն, ես միայն կողջունեի դա, ով էլ լիներ Վրաստանի իշխանությունում, բայց այսօր ցավոք Վրաստանի իշխանությունները հակա ամերիկյան, հակա եվրոպական քաղաքականություն են վարում, ամբողջությամբ Չինաստանի եւ Ռուսաստանի օրակարգի ներքո են գտնվում, ռազմավարական օբյեկտ Անակլիան խոսքին Վրաստանը Ամերիկայից խլել եւ փոխանցել է Չինաստանին, իսկ Հայաստանը Ռուսաստանից, այսինքն Չինաստանի դաշնակցից այդ ճանապարհների ուրեմն ծրագիրը ուրեմն անցկացրել է դեպի Վաշինգտոն, բայց միևնույն ժամանակ պահպանելով Չինաստանի եւ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ։ Սա ճիշտ քաղաքականություն է այս դժվար քաղաքական արտաքին քաղաքական իրավիճակում եւ ես պետք է արձանագրեմ, որ ուրեմն աշխարհաքաղաքական զարգացումները իրանք փաստեր են եւ պետությունները ստիպված են համակերպվել այդ փաստերի հետ, այլ ոչ թե իրենց ցանկություններ են, թե ինչպես կգործեն այդ իրավիճակում։ Հայաստանը հատկապես լինելով շատ բարդ իրավիճակում, ունենալով 4 հարևան, ունենալով ելք դեպի ծով, իհարկե ստիպված է նաեւ ուրեմն առնչվել այն տարածաշրջանային բարդ իրավիճակին աշխարհաքաղաքական, որը կա եւ ուստի այստեղ ով էլ լինի Հայաստանի իշխանությունում, ինքը պետք է հաշվի առնի այն նրբությունները, որը այս պահի համար գոյություն ունի։ Ուստի ես կարծում եմ, որ այսօրվա արտաքին քաղաքականությունը Հայաստանի ինքը Երևանի ինքնիշխանության պատմական աստիճանի եւ մակարդակ է եւ դրա արտացոլումն է արտաքին քաղաքականությունում, որը բերում է խաղաղություն եւ բերում է բալանսավորում։ Իհարկե, սա չի նշանակում, որ այս քաղաքականությունը պետք է միշտ այսպիսի ձևաչափով մնա, որովհետեւ մենք խոսում ենք այսօրվա ստեղծված կոնկրետ արտաքին եւ միջազգային, ինչպես նաեւ տարածաշրջանային իրավիճակի մասին։ Եվ շատ կարճ մեկ հարցել ձեր ասացից բխող, պարոն Թումասյան, արդյոք Հայաստանը միայնակ կկարողանա գնալ արևմուտք, եթե Վրաստանը այս հարցում իր հետ չէ։
Շատ լավ հարց տվեցիք, որովհետև այո, Հայաստանը միայնակ արևմուտք գնալ չկարողանա առանց Վրաստան, եւ Վրաստանը երբ ստացավ Եվրոպական միության անդամակցության տեխնացուի կարգավիճակ, դրանից հետո Հայաստանը բացահայտ սկսեց եվրոպական ինտեգրացման գործընթացները։ Հիմա կասեցված է Վրաստանի եվրոպական ինտեգրացումը ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու որոշումով, եւ Հայաստանը ստիպված դրա նաեւ մեղմացրել եւ դա դանդաղեցրել է այդ գործընթացը, եւ երբ ներքաղաքական դաշտում մարդիկ քննադատում են Հայաստանի իշխանությունների, ապա մոռանում են, որ դա զուտ Երևանի ցանկությունով չի արվում, այլ դա կախված է հենց նաև նրանից, որ առանց Վրաստան այդպիսի ինտեգրացիոն գործընթաց անհնար է։ Ուրիշ հարևանները, դա Թուրքիան է, ում հետ որ սահմանը դեռ փակ է, բայց Թուրքիան եվրոպական ինտեգրացիոն չի անցկացնում, նաև սառեցված է այդ գործընթացը։ Թուրքիայով հնարավոր է Եվրոպական միության հետ առևտուր ունենալ, բայց քաղաքական ինտեգրում փաստացի շատ բարդ գործընթաց կլինի, միայն Վրաստանով է դա հնարավոր, իսկ Վրաստանում Ռուսաստանը փաստացի Վրաստանի միջոցով եւ Իվանիշվիլու միջոցով երկու պետության հարց է միանգամից լուծում։ Վրաստանի եւ Հայաստանի կասեցնելով երկու այդ պետությունների եվրոպական ինտեգրման հնարավորությունները։ Հուսանք փորձերը կձախողվեն։ Այո։ Շնորհակալ եմ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Վիրահայ հասարակական գործիչ, կառավարման եւ միջազգային հարաբերությունների մասնագետ Գեորգի Թումասյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։